Չնայած Միացյալ Նահանգների նախագահն Իրանի հետ առճակատումը հանգուցալուծելու դիվանագիտական ճանապարհը չի բացառում, սակայն չի էլ փակում սպառնալիքների դուռը։ Արդեն որերորդ անգամ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան ռազմանավերը լողում են դեպի Իրան։ Թեհրանի հետ բանակցություններ են ընթանում, կցանկանայի, որ գործարք կնքվեր։ Չգիտեմ ինչ կպատահի, լավ կլինի, եթե համաձայնության գանք, եթե ոչ, ուրեմն վատ բաներ տեղի կունենան։ Արձագանքելով Միացյալ Նահանգների նախագահին ու հաշվի առնելով տարածաշրջանի բարեկամ կառավարությունների խնդրանքները, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը արտգործնախարարին հանձնարարել է անցկացնել արդար եւ հավասար բանակցություններ։ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունում նույնպես անոնսել են նահանգների հետ բանակցությունները։ Նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայել Բաղային հայտարարել է, որ Արաղչի Ուիթքով հանդիպումը կարող է տեղի ունենալ մոտ օրերին Թուրքիայում։ Բանակցությունները կլինեն փուլային, կքննարկվեն սպառնալիքներն ու պատժամիջոցների չեղարկումը, ինչն Իրանի համար անվիճելի առաջնահերթություն է։ Լիբանանյան Ալ-Մայադին հեռուստաալիքին տված հարցազրույցում Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի գլխավոր խորհրդական Ալի Շամխանին նշել է, թե որ դեպքում եւ ինչ պայմաններով են հնարավոր Միացյալ Նահանգների հետ ուղիղ բանակցությունները։ Ուղիղ բանակցություններին պետք է նախորդեն անուղղակի շփումները, եթե փոխըմբռնում ձեռք բերվի եւ եթե դա արագ տեղի ունենա, հնարավոր կլինի անցնել ուղիղ բանակցությունների։ Երկխոսության համար կա երկու պայման։ Առաջինը այն պետք է տեղի ունենա առանց սպառնալիքի մթնոլորտի եւ սպառնալիքի գործիքների կիրառման։ Երկրորդ, կողմերը պետք է արդարացիորեն ներկայացված լինեն բանակցային սեղանի շուրջ։ Բանակցությունները պետք է սկսվեն փոխադարձ համաձայնության հասնելուց հետո, առանց անտրամաբանական եւ անհիմն պահանջների։ Ալի Շամխանին ասել է, որ Իրանը պատրաստ է նվազեցնել ուրանի հարստացման մակարդակը արևմուտքի փոխադարձ քայլերի դիմաց։ Եթե արևմուտքում անհանգստանում են, Իրանն ուրանի 60% հարստացումը կարող է կրճատել մինչև 20%, բայց նրանք պետք է ինչ-որ բան առաջարկեն դրա դիմաց։ Խամենեիի խորհրդականը եւս մեկ անգամ նշել է, որ Իրանի միջուկային ծրագիրը խաղաղ բնույթի է եւ Թեհրանը չի ձգտում միջուկային զենք ստեղծել։ New York Times-ն էլ գրում է, որ Իրանը հնարավոր է լուրջ փոխզիջման գնա Միացյալ Նահանգների հետ միջուկային ծրագրի հարցում։ Ըստ պարբերականի աղբյուրի, Իրանը պատրաստ է կասեցնել կամ դադարեցնել իր միջուկային ծրագիրը լարվածությունը թույլատնելու համար։ Նշվում է, որ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Լարիջանին վերջերս Պուտինին է փոխանցել Խամենեիի ուղերձը առաջարկելով Իրանի հարստացված ուրանը ուղարկել Ռուսաստան։ Կրեմլը տեղեկացնում է, որ առաջարկել է Իրանից տեղափոխել հարստացված ուրանի ավելցուկը։ Դմիտրի Պեսկովը նշել է, որ այս թեման երկար ժամանակ օրակարգում է։ Պուտինի ներկայացուցչի խոսքով այս հնարավորությունը կմեղմի մի շարք երկրների համար նյարդայնացնող գործոնները։ Իրանը միջուկային զենք չպետք է ունենա, պնդում է նաև նահանգների պատերազմի քարտուղարը։ Նախագահը շատ հստակ հայտարարել է հենց սկզբից. Իրանը չպետք է միջուկային զենքի հնարավորություն ունենա։ Հետևաբար նրանք կամ պետք է բանակցեն այդ թեմայի շուրջ, կամ մենք ունենք հարցը լուծելու այլ տարբերակներ։ Հենց դրա համար էլ գոյություն ունի պատերազմի դեպարտամենտը։ Թրամփն ուզում է խաղաղություն եւ գործարք, եթե Իրանը նույնպես լուրջ է տրամադրված։ Որոշումն Իրանինն է։ Վաշինգտոն-Թեհրան առճակատման դիվանագիտական կարգավորմանն ուզում են ներգրավել նաև Եվրամիությունը։ Ֆրանսիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Եվրոպան, մասնավորապես Ֆրանսիան, Գերմանիան ու Մեծ Բրիտանիան նախկինում կանգնած են եղել Իրանի հետ բանակցությունների ակունքներում եւ կշարունակեն առանցքային դերը դիվանագիտական հետագա գործընթացներում։ Միացյալ Նահանգները պատրաստվել է Իրանին հարված հասնել։ Նրանք Իրանին բանակցություններ են առաջարկել, իսկ Իրանը պետք է օգտվի այդ հնարավորությունից։ Եվրոպայի հետ լարված հարաբերությունների ֆոնին Թեհրանը սուր է արտահայտվել Ֆրանսիայի միջամտությանը։ Ֆրանսիան օրինական եւ բարոյական որևէ իրավունք չունի միջամտելու կամ իր կարծիքն արտահայտելու դիվանագիտական որևիցե մոտեցման վերաբերյալ։ Իրանի արտգործնախարարության ներկայացուցչի պնդման Ֆրանսիան ապակառուցողական դեր է խաղացել Եվրոպայի անօրինական ու չափազանց սխալ գործողությունների մեջ։ Էսմայիլ Բաղայիին Ֆրանսիային կոչ է արել վերադառնալ կառուցողական դաշտ։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։